Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Այսօր լրանում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին, Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հաղթանակի զբոսայգին կրկին մարդաշատ է եղել, վետերաններ, ազատամարտիկներ, երիտասարդներ, մեկ նպատակի շուրջ հարգանքի տուր մատուցելու հերոսներին։ Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է օրվա առիթով, որտեղ կարմիր թելախաղաղությունն է, ինչպես բոլոր մայիս 9-յան շնորհավորական ուղերձներում։ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելել է հաղթանակի զբոսայգի, վեհափար հայրապետը հոգևորականների ուղեկցությամբ աղոթք է կատարել անմար կրակի առջև, հիշատակելով ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտերում նահատակված հերոսներին։ Մեծ հաղթանակում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին հարգանքի տուրք մատուցող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին հաղթանակ զբոսայգի այցելել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այստեղ նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի նվիրված օրահանդեսին։ Տոնակատարությունների շրջանակում Հայաստանի վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ։ Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել Կիևին և Մոսկվային համաձայնության գալ 30-օրյա հրադադարի շուրջ, սպառնալով պատժամիջոցներով, եթե հրադադարը չպահպանվի, օրվա միջազգային անցուդարձը։ Մայիսի 9-ը հերթական օր չէ հայ ժողովրդի կյանքում, այն հիշողության, ցավի ու հաղթանակի միասնության օր է։ Այսօր լրանում է հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակի 80 տարին, Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հաղթանակի զբոսայգին կրկին մարդաշատ է եղել, վետերաններ, ազատամարտիկներ, երիտասարդներ, մեկ նպատակի շուրջ հարգանքի տուր մատուցելու հերոսներին։ Մայիսի 9-ը սոս կորացույցային տարեթիվ չէ, այն համազգային հիշողության խորհրդանիշ է, պայքարի, հաղթանակի և զրկանքների օր։ Այս օրը միաժամանակ միավորվում է 3 կարևոր իրադարձություն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում, Շուշիի ազատագրումը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ 1945 թվականի մայիսի 9-ին ավարտվեց պատմության ամենասարսափելի պատերազմներից մեկը։ Այդ հաղթանակի մեջ իր ծանր խոսքն ունեցավ նաև հայ ժողովուրդը, իր զոհերով, հերոսներով և գեներալներով։ Հարյուրավոր հայորդիներ պարգևատրվեցին բարձրագույն շքանշաններով, ցուցաբերելով բացառիկ արիություն։ Նրանցից ոմանք դեռ ապրում են և ամեն տարի այս օրը բարձրանում են հաղթանակի զբոսայգի իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին։ Վետերան 104-ամյա Հրանտ Կարապետյանը վերհիշում է. Պատերազմը որ սկսեց, դասարանում ավարտական երեկո էր։ Բոլոր ամբողջ գրուպայով Երևանցկայ օձերը գնացինք դել լսեցինք, որ վերալումն է Լևիտան Նիկոլոսը Գերմանը վերալումն բամբիլը նաշիգարադա եկանք վայնկոմատ, որ պաստլալ մեր ֆրունտ ոծար ինքը մեզ ճանաչում էր են ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բաներ հաճուչեր խաջետի գոմ տոշը պրեդոտով չետ ուղարկեցին Սևերնի Կավկազ նեմեսներ են վաղթը մոզդոքում են Սևերնի Կավկազում ամեն հրավոտ կան ցուցակ էինք բանում հրատարակում նավրոտ մի ցուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի հայ։ Տասնամյակներ անց 1992 թվականի հենց այս օրը հայ ժողովուրդը գրեց նոր հաղթանակի էջ, ազատագրելով Շուշին։ Դա ոչ միայն հաղթանակ է ռազմաճակատում, այլև բարոյական լուրջ ձեռքբերում, պատմական արդարության վերականգնման ակնառու օրինակ։ Արցախյան պատերազմի մասնակից գնդապետ Լեռնիկ Ղազարյանի պատմությունը սերտորեն կապվում է երկու պատերազմների հիշողության հետ։ Նրա հայրն ու հորեղբայրը զոհվել են հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ Լեռնիկը դեռ 3 տարեկան էր։ Տասնամյակներ անց նա ինքն էր կանգնած հայրենիքի պաշտպանության առաջնագծում, կրելով այն ժառանգությունը, որն իր նախնիներն էին փոխանցել արյամբ ու հանձնազոհությամբ։ Շատ վատ տարիներ էին, իսկական իմաստով, զենք զինամթեր չկար, շատ բաներ, նռնակներն էլ պատրաստում էին ինքնաշեն, որ նույնիսկ պայթում էր, մեկ քողն էին քիչ, բայց որպես հոգեպես շատ ուժեղ են։
Նա ամեն տարի մայիսի 9-ին գալիս է հաղթանակի զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցում անմահացած հերոսներին։ Գնդապետ Ղազարյանը հիշում է ոչ միայն հաղթանակները, այլև նրանց, ովքեր այդ հաղթանակի գինը դարձան։ Կանչեց ինձ Արկադի Իվանիչ Թադևոսյանը կոմանդոս, մեզ պետք է 80-90 հոգի լավ տղամարդիկ, որտեղ գցենք իրանց գործողությունները կկատարեն։ Արեք գնացեք ֆիզկուլ տեխնիկում եւ ստեղծեցինք ինչ ուժեղ տղաներ էին, ինչ ուժեղ։ Իմ ամենամեծ զորավարը նրան Անդրանիկ եւ Նժդեհը, որ կարողացավ պահպանել Զանգեզուրը իր փոքր ջոկատով այնպիսի մի հարված տվեց 11-րդ բանակին եւ նամակ գրեց դուք մեր ծսկեց երեխաների կատնել եք ուտում մի անգամ էլ փորձեք որևէ մեկը դուրս եւ այդպիսի բան երևի աշխարհում չտեսնված է Նժդեհ ես հրամայել եմ ձեր ուղարկած արկերից, ռումբերից, ականներից, փամփուշտներից մի կոթող ստեղծել եւ վրեն գրել ձեր գույնը կարմիր է իսկ գործը սև որ գան ու թքեն ձեր ակաճին Այսօր գնդապետի միակ ցանկությունը հայերի միասնությունն է, ասում է Մեր ազգը շատ ուժեղ ազգ է Հազարամյակներ մենք կարողացանք եւ կդիմակայենք միակ բանը որ դա միասնություն լինի ուրեմն մեզ պետք է միշտ միասնական լինենք միասնական ամեն ինչ էլ մենք կարող ենք դիմանալ որտեղ դիմասկուն ժողովուրդին պատմությունից ելնելով Այսօր Հայաստանի տարբեր անկյուններում հնչում են հիշատակի ու հպարտության խոսքեր ծաղիկներ են դրվում հուշարձաններին իսկ հաղթանակի մասին պատմությունները փոխանցվում են նոր սերունդներին Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու։ Լինելու է խաղաղություն, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է օրվա առիթով, որտեղ կարմիր թելը խաղաղությունն է, ինչպես բոլոր մայիսինյան շնորհավորական ուղերձներում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները հաղթանակ զբոսայգում անմար կրակի մոտ հարգանքի տուրք են մատուցել հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։ Մայիսի 9-ի հաղթանակների օրվա շնորհավորական ուղերձներում կարմիր թելի պես անցնում է խաղաղության մաղթանքը։ Օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է հաղթանակ զբոսայգի, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում։ Նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այս պատմական հաղթանակում։ 100 հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում։ Նրանց արյամբ ու քրտինքով է կերտվել այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։ Ի շնորհավորական ուղերձում Վահագն Խաչատուրյանը շեշտադրել է խաղաղության արժեքը։ Մեծ հաղթանակի դասն այսօր էլ արդիական է, ասում է Հայաստանի նախագահն ու վստահեցնում, մեր երկիրը պիտի ամրապնդի կայուն խաղաղությունը։ Խաղաղությունը գլխավոր ուղերձն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքում։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու։ Լինելու է խաղաղություն, ասում է վարչապետն ու ընդգծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը համաձայնեցված է։ Սպասում է ստորագրման, եւ Հայաստանը գնում է հենց այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության եւ բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի, շեշտել է գործադիրի ղեկավարը։ Իսկ ինչ փուլում է խաղաղությունը թղթի վրա ամրագրող հայ-ադրբեջանական համաձայնագիրը, այս հարցին էլ պատասխանել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Մենք ինչպես պատրաստ ենք վարկյան առաջ սկսել
այդ ուղղությամբ խորհրդակցություն, այնպես էլ այժմ։ Արդեն 2 ամիս է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս պահանջներով հանդերձ Ալիևը օրերս կրկին հաստատեց, Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Հայդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն այցելել է հաղթանակի զբոսայգի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ։ Վեհապար հայրապետը հոգևորականների ուղեկցությամբ աղոթք է կատարել անմար կրակի առջև հիշատակելով ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտերում նահատակված հերոսներին։ Եվ մի տանիրոս մեզի փորձություն, այլ պրկյաս մեզի չարեք, զիքոյը կայություն և զորություն և պար արիքյանս ամեն։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման, պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այսօրը, հաղթանակի և խաղաղության տոնին, մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև, հայրենական պատերազմում և արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների և Բաքվում պահվող գերեվարված հայորդիների ու նրանց սիրելիների համար։ Աղոթք բարձրացրեցինք այցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին, դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արույության ոգով և առհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարոր մեր ժողովրդի կյանքը։ Մեծ հաղթանակում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին հարգանքի տուրք մատուցող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին հաղթանակ զբոսայգի այցելել նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այստեղ նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտարարելով, որ ներկա փուլում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ մակարդակում։ Ըստ նրա, հայկական կողմն այդ շփումներն ու բանակցություններն արդյունավետ է համարում, ուստի կշարունակի այդ ձևաչափով աշխատել։ Հաղթանակի և խաղաղության տոնի առթև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են հաղթանակ զբոսայգի։ Այստեղ նրանք հարգանքի տուրք են մատուցել մեծ հաղթանակում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին։ Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակին ծաղիկներ են խոնարհել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Հաղթանակ զբոսայգում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղեկացմամբ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ իրենց կատարված խախտումների վերաբերյալ։ Մենք հետաքննություն ենք կատարել։ Պարզվել է ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել։ Անվտանգության խորհրդի քարտուղարից լրագրողները ճշտեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպում ակնկալվում է, թե ոչ։ Նաև հետաքրքրվեցին, որքանով է հավանական հիբրիդային պատերազմը, որի մասին խոսակցություններ կան վերջին շրջանում։ Հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետի եւ Կրեմլի դրա մասին կխոսեն։ Արմեն Գրիգորյանը խոսեց նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլի եւ միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելու մասին։ Նա նշեց, բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ մակարդակում, իսկ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Արմեն Գրիգորյանի խոսքով վերջնական ինտենսիվ փուլում, երբ տեքստն էր համաձայնեցվում, բանակցությունները երկկողմ էին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, ապա շրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Բանակցությունները ստորագրման շուրջ են, քանի որ տեքստը այլևս վերջնականացված է եւ մենք պետք է բանակցենք ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին։ Իդեպ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը եւս վերահաստատեց, որ Երևանը շարունակում է հավատարիմ լինել խաղաղության օրակարգին եւ շարժվել այդ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ, որ դիրքորոշում հայտնվել է դրա հետ կապված անընդհատ։ Եվ դա փոփոխման ենթակա չէ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի նվիրված զորահանդեսին, մինչև այդ Կրեմլում Հայաստանի վարչապետին եւ Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեծ շուկով նշված զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին։ Տոնակատարությունների շրջանակում Հայաստանի վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել նաեւ արտերկրի գործընկերների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Փաշինյանի ինքնաթիռը վայրեջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում։ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Հայաստանի վարչապետին եւ զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Հայաստանի վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված տոնական զորահանդեսին։ Շքերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է նաև գրեթե 30 երկրի ղեկավար, այդ թվում Հայաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Սլովակիայի եւ Սերբիայի։ Բացի այդ հաղթական շքերթին մասնակցել են 13 երկրի զինծառայողներ, այդ թվում Չինաստանից, Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Մյանմարից։ Պուտինը նշել է, որ ռուսները պահպանում են հայրենական մեծ պատերազմի պատմական հաղթական իրադարձությունների եւ այն սերնդի հիշողությունը, որը կտակեց պաշտպանել հայրենիքն ու ազգային շահերը, նաեւ ավանդական արժեքները։ Իդեպ հաղթանակին նվիրված զինվորական շքերթին ներկային նաև երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանն ու Վոլոդիա Կսպոյանը։ Պուտինը մոտեցել է հայ վետերաններին շնորհակալություն հայտնելու շնորհավորել։ Շքերթից հետո Ռուսաստանի նախագահը Մոսկվա այցելած օտարերկրի առաջնորդների, այդ թվում Փաշինյանի հետ միասին ծաղիկներ է խոնարհել անհայտ զինվորի հուշարձանին եւ միասին լուսանկարվել թիվ 1 պահակակետի դիմաց։ Հայրենական մեծ պատերազմում տարածախթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Հայաստանի վարչապետը Կրեմլի Սուրբ Անդրեասի դահլիճում նաև մասնակցել է ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքին։ Պետությունների ղեկավարները լսել են ինչից է սկսվում հայրենիքը հայտնի երգը։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-ին ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետը ուղերձը հրապարակել է իր պաշտոնական X-ի էջում։ Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի եւ ազնվության ձեր ձայնը առավել կարեւոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ եւ իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ, գրել է Փաշինյանը։
Շարունակում ենք թողարկումը ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Անատոլյան Ֆենիքս 2025 զորավարժություններին։ Հաղորդում են տեղական լրատվամիջոցները, զորավարժությունները տեղի կունենան մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Ադրբեջանը զորավարժություններում կներկայացվի ռոու օդաչուներով, պարաշուտային և որոնողական փրկարարական ծառայությունների մասնագետներով, տեխնիկական անձնակազմով և ավիացիոն տեխնիկայով։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևին եւ Մոսկվային համաձայնության գալ 30-օրյա հրադադարի շուրջ, սպառնալով պատժամիջոցներով, եթե հրադադարը չպահպանվի։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Նոր Հռոմի պապ է ընտրվել 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն Չիկագոյից, նա պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է։ 69-ամյա Հռոմի պապը վերցրել է Լեո 14-րդ պապական անունը։ Հռոմի 267-րդ պապը դուրս է եկել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ եւ ողջունել հավատացյալներին որպես պապ հանդես գալով իր առաջին հրապարակային ելույթով։ Կարդինալների կոնկլավը Հռոմի 267-րդ պապին ընտրեց մայիսի 8-ին Սիքստինյան կապելայի ծխնելյուզից սպիտակ ծուղ բարձրացավ։ Կարդինալներից մեկը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց նոր պապի անունը։ Մայիսի 9 Սուրբ օր է նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի, Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով հայտարարել է Պուտինը հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում։ ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը։ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ամբողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, հավելել է նա։ Մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լավ զրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մեր երկրներին շնորհավորել ենք Եվրոպայում հաղթանակի օրվա առթիվ նացիզմի նկատմամբ հաղթանակին։ Քննարկել ենք խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հետագա ջանքերը, մասնավորապես կոնկրետ քայլեր, որոնք կարող են արվել, հայտնել է նա։ Զելենսկին նշել է, Թրամփը հետաքրքրվել է ռազմաճակատում առկա իրավիճակով։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ երկիրը պատրաստ է 30-օրյա հրադադարի թեկուզ այսօրվանից։ Հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի պահանջներն Ուկրաինայից չափազանց մեծ են։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Մոսկվայի պահանջները մեծ կլինեն, ինչպես հաճախ լինում է բանակցությունների սկզբնական փուլում։ Վենսը նաև կարևորել է սեփական հստակ պլաններով Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին, ընդգծելով Վաշինգտոնը դուրս կգա գործընթացից, եթե պարզվի, որ Ռուսաստանը անբարեխիղճ բանակցություններ է վարում։ Հնդկական Քաշմիրի Ջամու քաղաքում մայիսի 8-ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է։ Քաղաքում կարմիր լույսեր եւ արկեր են երևացել։ Հնդիկ պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Ջամուի մի քանի հատվածներ եւ Ախնուր, Սամբա եւ Կաթհուա քաղաքները։ Միացյալ Նահանգների վարչակազմը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերջ դնել բռնության։ Այս մասին իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ամբողջ Միացյալ Նահանգների ուղերձն այն է, որ բռնությունը պետք է դադարեցվի, քանի որ ռազմական գործողությունները պատերազմը ցույց տվեցին։ Դրանք լուծում չեն, դրանք երբեք չեն ավարտվում, ասել է նա։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին անցկացրել է ռազմական զորավարժություններ, որոնց ընթացքում իրականացվել է հրթիռի փորձարկում։ Այս մասին հաղորդել է Կորեայի ձայնը ռադիոկայանը։ Ավելի վաղ Հարավային Կորեան եւ Ճապոնիան արձանագրել էին անհայտ բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ռադիոկայանը նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ է ղեկավարել այդ զորավարժությունները։ Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ հրթիռը թռել է շուրջ 800 կիլոմետր, հասնելով 100 կիլոմետր առավելագույն բարձրության։ Անդրադառնանք այլ թեմաների Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում երեկվանից խառնաշփոթ է տիրում։ Աշակերտները, ուսուցիչները եւ անգամ ծնողները դասադուլ են հայտարարել, պահանջելով աշխատանքի վերադարձնել դպրոցի ավելի քան 10 տարվա տնօրենին, որին ինչպես իրենք են ասում, ապօրինի զրկել են իր լիազորությունն իրականացնելու հնարավորությունից։ Մանրամասները տեսանյութում։ Երևանի 1750 աշակերտ ունեցող Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու ծնողները վրդովված են։ Պահանջում են իր պաշտոնին վերադարձնել Նատալիա Ստեփանյանին, դպրոցի 10 տարվա տնօրենին, որին, ինչպես իրենք են շեշտում, մեկ գիշերում որոշել են աշխատանքից հեռացնել։ Մենք այսօր եկել ենք դպրոց եւ փաստի առաջ են կանգնել, որ մեր երեխաները այսօր չունեն տնօրեն կամ ունեն ժամանակավոր ինչ-որ
փոխարինող, որի մասին անտեղյակ ենք։ Ես ծնողական խորհրդում եմ, ծնողական խորհրդի անդամներ, խնդրում եմ ձեռք բարձրացնեք։ Այսօր նաև ձեր իրավունքներն է ոտնահարվել։ Դուք պետքա փակ քվեարկությանը անպայման ներկա լինել։ Մենք ուզում ենք բաց քվեարկություն, մենք ուզում ենք, որ ձայնագրությունը քվեարկության, որտեղ որ Նատալը Գարևնա ըստ ասեկոսների չի անցե որպես տնօրեն հրապարակեն։ Մենք ուզում ենք դա բաց հրապարակեն։ Մենք հրավիրել ենք այսօր բոլոր պաշտոնյաներին, սպասում ենք իրանց քաղաքապետարանից, նախարարությունից եւ սպասում ենք պատասխանի, թե ինչի ծնողական խորհուրդը, ծնողները տեղյակ չեն եղել։ Խնդրում ենք հրապարակել եւ խնդրում եմ բողոքարկել այս որոշումը, ինչը նաև մեր ձեռքերում է։ Նատալիա Ստեփանյանի հեռացման մասին տեղյակ չենք եղել։ Դա արվել է առանց բացատրության ու թափանցիկ ընթացակարգի, խախտելով օրենքի ու արդարության սկզբունքները։ Ընդգծում են ծնողներն ու հավելում, տնօրեն Ստեփանյանը երկար տարիներ մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ է ղեկավարել կրթօջախը։ Երբեք դժգոհություններ չի եղել, դրա համար ենք մենք զարմացած, որ ոնց կարող է նմանատիպ բան տեղի ունենալ, որովհետև ամեն ինչը սահուն միշտ գնացել է եւ երեխաները, եւ ծնողները, եւ ուսուցիչները, մենք միահամուռ կանգնած ենք որ իրար թիկունքի եւ նաեւ տեսնում եք ինչա կատարվում, որ մենք այսպես սատարում ենք մեկս մյուսին, որտեվ զարմանալի է այդ ամենը էլի մեզ համար։ Եթե այստեղ պետք է մտնի օտար մարդ, որը հավակնություն ունի իշխանավորների կողմից որոշումը ոտնահարելով հանրության մանկավարժների, ծնողների, երեխաների ցանկությունը ոտնահարելով որևէ մեկը փորձի դպրոց մտնել, անկեղծ ասած ես դեմ կլինեմ դրան։ Բոլորիս համար ցայտնոտային իրավիճակ էր, որովհետև ուսումնական տարվա ավարտին կանգնեցնել մի ամբողջ ուսումնական process, կանգնեցնել երեխաներին, ծնողներին եւ դասատուներին նման ստրեսի առաջ, կարծում եմ շատ սխալ որոշում էր։ Գոյություն ունի ամեն ինչ իր ժամանակը եւ տեղը, տարեվերջին, երբ որ մնացել էր 10 օր ընդամենը նման ստրեսի կանգնացնել ամբողջ դպրոցը, կարծում եմ սա անընդունելի իրավիճակ է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պարզաբանումը, որ Նատալիա Ստեփանյանը 2 անգամ չի կարողացել հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, դպրոցի անձնակազմն ու ծնողները արժանահավատ չեն համարում։ Նրանք պաշտոնական դիմում են ուղարկել պետական համապատասխան գերատեսչություններ։ Ազգային ժողով ու ընդհուպ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են նամակով դիմել, ակնկալելով վերականգնել Նատալիա Ստեփանյանի աշխատանքային իրավունքը։ Դիանա Դավթյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Մարմարիկի 2-ամյա բնակչի Տիգրանի ծննդյան տարեդարձն է, բայց նա արդեն 6-րդ օրն է տանը չէ։ Ծնողները չունեն հարցի պատասխանը, թե մի քանի րոպեի ընթացքում ուր կարող էր անհետանալ երեխան։ Մարմարիկի բնակիչներին, մեծից փոքր փրկարարներին, ջրասուզակներին, հանրապետության տարբեր վայրերից որոնողական աշխատանքներին միացած քաղաքացիներին դեռ չի հաջողվում գտնել 2-ամյա Տիգրանին։ Տիգրանի հայրը Նորայր Պետրոսյանը գտնում է, որ հնարավոր է երեխային առևանգել են։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ սպանության հոդվածով ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Free News-ին հայտնել է, որ մայիսի 9-ի վաղ առավոտյան երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։ Մայիսի 9-ի վաղ առավոտից կրկին ինտենսիվորեն վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես նշված բնակավայրում, այնպես էլ հարակից տարածքներում, նաև Մարմարիկ գետի ողջ երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբար։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրաված են ավելի քան 263 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ, կինոլոգիական ծառայության աշխատակիցներ են ներգրաված եղել, ոստիկանության շուրջ 210 ծառայողներ, նաև բնակիչներ։ Վարկածները դե հիմնական վարկածը գետի վարկածն է, բայց բոլոր վարկածները ստուգվում են, ինչպես ասեմ մի քանի անգամ նշել ենք զրույցներ են տարվել շուրջ 5 տասնյակից ավելի անձանց հետ տրանսպորտային միջոցներ են ստուգվել եւ բոլոր առաջ քաշված վարկածները բնականաբար ստուգվում են։ Թողարկումից հետո ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, հաջողություն։ Ցտեսություն։